Քննարկում ենք հարց համար առաջինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի համար 665 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյան, խնդրեմ պարոն Գասպարյան։ Հարգելի վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում 2011 թվականի մայիսի 5-ի համար 665 են որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Այս նախագիծը ապահովում էր պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը։ Անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել եւ նաեւ պետական կառավարման մարմինների մասին օրենքում է փոփոխություններ տեղի ունեցել եւ անհրաժեշտություն կար արտացոլելու այդ փոփոխությունները այս որոշման մեջ։ Բացի այդ նաեւ իրավական պրակտիկայի հետ կապված այս տարիների ընթացքում 11 թվականից մենք որոշակի խնդիրներ ենք բացահայտել եւ որոշակի կարգավորումներ ենք հստակեցրել։ Կուզեի հերթով անդրադառնալ նախ ինչն է համապատասխանեցվում օրենքին։ Առաջինը դա անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի կենսաթոշակը 2018 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը շահութարկի փոփոխության խնդիրներ, որը պետական կենսաթոշակների մասին օրենքով փոխվել էր։ Երկրորդը գիտենք, որ այսպիսի հարց կար, երբ որ մարտական գործողությունների մասնակցելուց կամ մարտական հերթապահության ընթացքում կամ հատուկ առաջադրանք կատարելիս վնասված կամ խեղման պատճառով որոշ ժամանակ մարդիկ գտնում են արտերկրում բուժման, խնդիր է առաջանում, որ իրենք այդ կուտակված կենսաթոշակը մնում էր եւ մենք հիմա հնարավորություն ենք տվել նոտարի կողմից վավերացված լիազորագրով այդ թոշակի լիազոր անձը ստանա։ Երրորդ, որը փորձում ենք արտացոլել, դա միջազգային կազմակերպություններում աշխատողների եւ մենք ունենք միջազգային կազմակերպության հետ պայմանագրում այդպիսի կետ, երբ որ իրանք մեզ կենսաթոշակային վճար են վճարում, քաղաքացիները, ովքեր միջազգային կազմակերպությունում են աշխատում, իրենց համար դա հաշվառվում է որպես աշխատանքային ստաժ։ Մյուսը հեշտացրել ենք կենսաթոշակը վերահաշվարկելու խնդիրը քաղաքացիների համար։ Այստեղ մենք ունենք կետ հավելվածով, որը պահանջում էր, որպեսզի քաղաքացին ներկայացնի աշխատած լինելու մասին տեղեկանքը։ Հիմա մենք ասում ենք, որ մենք մեր բազաներից դա կանենք, դու ուղղակի վերահաշվարկման հարցը կարող ես բարձրացնել։ Մյուսը, ինչպես ասացի, պետական կառավարման մարմինների մասին օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել մարմինների անվանումների մեջ։ Իմաստնավորի սոցիալական ապահովության ծառայությունը ժամանակին կոչվում էր սոցիալական ապահովության պետական ծառայություն եւ այսպես նաեւ մնացած մարմինների մեջ որոշակի անվանումների փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ նաեւ այստեղ օրենքի մեջ փոփոխություն է եղել, որով այս կենսաթոշակը չվճարելու դեպքում կենսաթոշակը ստանալու իրավունքը, որ 5 տարի չէր լինում, մենք դադարեցվում է այս կարգավորումը, այսինքն մարդը 5 տարի հետո, եթե թոշակը չի ստանում, կարող է դիմել եւ նորից թոշակ ստանալ։ Իսկ իրավիճար պրակտիկայի մասով մենք զինվորական ստաժի ծառայությունը հաշվարկման կարգն ենք բարելավել, որովհետև եթե ժամանակին զինվորական ծառայության ստաժը մարդը թոշակ էր անցնում, զինվորական թոշակ էր ստանում եւ հետո պայմանագիր էր կնքում, ասենք 2 ամսով կամ 3 ամսով, եւ 2-3 ամսից հետո որոշում էր, որ ինքը անցնում է թոշակի, մենք ասում ենք, չէ, պետքա գոնե կես տարի, ծառայած լինես, որպեսզի կարողանանք վերահաշվարկ կատարել քո կենսաթոշակի։ Հիմա մենք ասում ենք, կապ չունի մարդը 2 ամիս է բանալել, թե չէ, ինքը դիմում է եւ մենք վերահաշվարկ ենք կատարում։ Մյուսը մենք հստակեցրել ենք իրավական հիմք ենք տվել զինվորական ծառայության ստաժում բարձր լեռնային եւ լեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը հաշվառելու կարգին եւ կարգավորել ենք եւ հաշվառման կարգ ենք սահմանել նաեւ, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության ոստիկանության ազգային անվտանգության ծառայության փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկում ենք, որպես աշխատանքային ստաժ։ Քանի որ ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածում փոփոխություններ էր տեղի ունեցել, խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի հետ կապված մենք
կենսաթոշակը փոխանցում ենք խնամատար ծնողին, բայց միայն այն ժամանակահատվածով, երբ որ խնամատար ծնողի ներքո երեխան, մնացած ժամանակահատվածով կդառնա 18 տարեկան չափահաս կդառնա, այդ կենսաթոշակը հաշվարկված կտրամադրվի իրեն։ Հոգեբուժական հաստատություն բուժվող անձի կենսաթոշակը ստանալու իրավունքը կարող է վերականգնվել, որ այս կարգով իրավակ իրար, որովհետև կամ կարող է նոտարի վավերացրած լիազորագրով, այսինքն իր կողմից լիազորված անձը վերականգնել իր կենսաթոշակը։ Մյուսը թաղման նպաստի դեպքում այս խնդիրը առաջանում էր տարբեր բաներով, մենք կարող ենք հիմա արդեն նոտարի վավերացած լիազորագրով անձն էլ կարող է 200,000 այդ թաղման նպաստը ստանալ, որտեղ այն ժամանակ միայն այն անձը, որ ներկայացնում էր ինքն էր կարող ստանալ։ Մեկ էլ մանկատանին ապրող երեխայի որդեգրվելու դեպքում որդեգրողին այդ ամբողջ ժամանակահատվածում երեխայի կենսաթոշակը փոխանցում ենք։ Այս հիմնական իրավակիրառ մեխանիզմներն են, որ մենք հստակեցնում ենք։ Ուզում եմ շեշտել, որ մենք մեր բյուջետային հատկացումների հաշվին կարող ենք ապահովել այս ամեն ինչը, այսինքն բյուջետային խնդիրներ չեն առաջանալու, եւ նաեւ այլ իրավական փաստաթղթերում այլ կարգավորումների հարց չկա։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Գասպարյան, փաստորեն բավականին բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, այստեղ մի քանիսի վերաբերյալ արդեն վերնագրից ակնհայտ էր, բայց մյուս դեպքում, այսինքն քաղաքացիների համար սրանով կյանքը ավելի հեշտացնում ենք, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել տեղեկանքի հետ կապված, այսինքն մարդը մինչև հիմա թոշակավորվելու համար պետք է ինքը տեղեկանք ներկայացնել, հիմա նման բանի անհրաժեշտություն չկա։ Մենք մեր բազաներից այդ հարցը կարգավորում ենք վերահաշվարկի դեպքում, կենսաթոշակի վերահաշվարկի դեպքում մենք ինքներս վերահաշվարկը կատարում ենք առանց մարդուն ծանրաբեռնելու։ Եվ մյուս հարցը, երբ որ ասում ենք, որ ծառայության ընթացքում որոշակի վնասվածքներ ստացած եւ բուժման մեջ գտնվող քաղաքացիները կարող են նոտարական կարգով լիազորել, որպեսզի նրանց փոխարեն թոշակ ստանան։ Սա ինչ դեպքերի մասին, այսինքն արտասահմանում բուժման հետ կապված հարցը ինչի համար է ծագում։ Եթե ենթադրենք, որ այս քաղաքացին օրինակ ունենա բանկային քարտ, եւ այդ թոշակը փոխանցվի բանկային քարտին, այդ նոտարական տեղեկանքների բանի անհրաժեշտությունը չի ծագի, թե կծագի։ 6 ամիսը մեկի պարագայում է խոսքը։ Համեցեք, պարոն Զեյնալի։ Պարոն վարչապետ, ուրեմն օրենքով այսպիսի կարգավորում կա։ Անձը, որպեսզի իր քարտի վրա ստանա իր կենսաթոշակը, պիտի անձամբ ներկայանա բանկ եւ հաստատի իր ողջ լինելը։ Սա սահմանադրական դատարանում վեճի առարկա է դարձել եւ գնահատվել է հակասահմանադրական։ Եթե անձը իր կենսաթոշակը վաստակել է, այսինքն դա իրավունք է եւ ոչ թե ասենք արտոնության ձևով տրված գումար, ապա նա պետք է կարողանա տնօրինել իր սեփականությունը ցանկացած պարագայում։ Իսկ ողջ լինելը կարող է հաստատվել ցանկացած նման լիազորությամբ օժտված մարմնի կողմից։ Այսինքն հյուպատոսային նոտարական ծառայությունը իրականացնում։ Իմ մոտ հարց էր ծագում, որ եթե անձը արտերկրում է բուժվում, ոնց է նոտարական հյուպատոսան նոտարական ծառայություն է մատուցում, կարող է նաև հիվանդանոցի տնօրենը դա անել, քերակատարողական հիմնարկի պետը հաստատել նրա ողջ լինելը, այսինքն այստեղ խնդիրը նա ողջ է թե ողջ չի, եւ ոչ թե մեխանիզմ մտածվի այնպես, որ մինչև անձը անձամբ չներկանա մտնի բանկ իր կենթանությունը հաստատի, նրան կենսաթոշակ չեն տրամադրելու կամ նոտարական կարգով իր կամքը արտահայտի, որպեսզի իր սեփականությունը տնօրինի իր կողմից լիազորված անձը։ Մենք նախապատրաստում ենք օրենսդրական փոփոխություն, շուտով կներկայացնենք կառավարություն, որը լուծելու է այդ հարցը եւ կատարելու նաեւ սահմանադրական դատանի որոշումը ու ապահովելու մարդու սեփականության իրավունքը։ Շատ լավ, այստեղ բոլոր դեպքերում, երբ որ քաղաքացիների իրավիճակը բարելավող դրույթներ են տեղի ունենում, քանի որ բավականին ծավալուն է թեման, կարծում եմ, որ նախարարությունը եւ կառավարությունը պետք է նաեւ ջանք գործադրեն, որպեսզի տեղի ունեցած փոփոխությունները պատշաճ ձևով լուսաբանվեն, որովհետեւ շատ կարեւոր է ոչ միայն որ ինչ որ կարգավորում տեղի ունենա, այլև մարդիկ բավարար չափով տեղեկացված լինեն այդ կարգավորումների եւ իրենց համար ստեղծված հնարավորությունների մասին, այնպես որ կարծում եմ բոլոր դեպքերում այս անհրաժեշտությունը պետք է մենք մեր աչքի առաջ ունենանք։ Խնդրեմ այլ հարցեր։
ելույթներ չկան, ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։